Մասնագետների դիտարկմամբ Շիրակի մարզում վերջին շրջանում ավելացել է անոթային հիվանդների թիվը, որը պայմանավորված է մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներով։ Հիվանդությունը երիտասարդացել է, մեծացել են նաև այս հիվանդությամբ տառապող կանանց թիվը։ Հունվարի առաջի օրերի ընթացքում նախորդ տարիների համեմատությամբ հիվանդների թիվը ավելացած է։ Տարեցտարի սրտի իշեմիկ հիվանդության սուրճ ձևերի աճ նկատվում հատկապես երիտասարդների մոտ լինելու 2011 թվականի հետ համեմատում ենք 10 թվականի հետ նախ հիվանդների ընդհանուր թվի աճ է նկատվել։ Սրտաբանները հավաստում են, սոցիալական անբարենպաստ պայմանները շարունակում են մնալ ինֆարկտների առաջացմանը նպաստող հիմնական գործոն։ Տեսակարար կշռով ավելի շատ սրտամկանի սուր ինֆարկտի տարբեր ձևերն են աճ։ Ու երևի դա ելնում են տանուշ ժողովրդի սոցիալ-կենցաղային պայմաններից, ինձ թվում է դա է հիմնական պատճառը։ Ներկա պահին Գյումրու որոշ հիվանդանոցներ աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով։ Շիրակի մարզային հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքը 35 մահճակալ ունի, բոլորն էլ տվյալ պահին զբաղված են։ Հիմնականում ընդունում ենք անեդացիկելի դեպքերը, իսկ քրոնիկ անբավարարությունների սրացումները կամ քրոնիկ հիվանդությունների սրացումները հիմնականում ուղարկում ենք ամբուլատոր պոլիկլինիկայի հսկողության տակ։ Ստացիոնար բուժման խիստ անհրաժեշտություն ունեցող հիվանդների համար ստիպված են նոր մահճակալներ ավելացնել։ Կա ևս մեկ տարբերակ՝ բուժման համար դիմել երևանյան հիվանդանոցներին, որն էլ կապված է ֆինանսական մեծ խնդիրների հետ։